Հոբի գիրք գլուխ 21-րդ Հոբը նորից խոսեց ու ասաց. ականջ դրեք խոսքերիս, երանի չլիներ ձեզանից եկած մխիթարանքը, թույլ տվեք դուք ինձ ու ես կխոսեմ, գուցե չայպանեք խոսքերիս համար, իմ կշտամբանքը մարդկանց կողմից է և ինչու պետք չէ, որ բարկանամ ես, զարմանում եք դուք նայելով վրաս ձեռքները դրած ծնոտներին ձեր, հենց որ հիշում եմ, տագնապում եմ ես, քանզի ցավերն են պատել մարմինս, այդ ինչպես է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նույնիսկ լողում են հարստության մեջ, նրանց սերունդը ըստ ցանկության է և զավակները աչքների առաջ, նրանց տները երջանկության մեջ և ոչ մի տեղից դույսն ինչ երկյուղ, Տիրոջից տանջանք չի հասնում նրանց կովերը հաստատ ծնում են, հղիությունը երբեք չի վիժում, հորթերը նրանց հավերժական են ինչպես գառնուկներ, երեխաները խաղում են նրանց աչքերի առջաջ ձեռքներին քնար ու սաղմոսարան ուրախանում են երգերի ձայնից, ամբարիշտները կյանքերը ահա բարիքների մեջ են ավարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են, և Տիրոջ կասեն. հեռու ինձանից, քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա, ինչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ինչ օգուտ կա, որ նրան մոտենանք, չի նայում բնավ ամբարիշտների արարքներին նա, սրանց ձեռքին են բարիքները բյուր, սակայն կմարի ամբարիշտների ճրագը նույնպես, նրանց կհասնի կործանումը մեծ, զայրույթից վրեժի երկունքի կբռնի նրանց, ու կլինեն հարթ հողմի բերանին, կամ թե չէ փոշի մրրկից քշվող, իր ունեցվածքը վերջ կտա մի օր իր որդիներին, կհատուցի և ճանաչել կտա Տերը հենց իրեն, նրա աչքերը կտեսնեն անշուշտ իր սպանվելը ու Տիրոջ ձեռքից չի ազատվի նա, զվարճությունը իր տան մեջ է միշտ իր հետ կյանքի ամիսներն արդ կկտրվեն, չէ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար գիտություն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին, խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստույգ կմեռնի սաստիկ անձգամ լինելու համար, իր որովայնը ճարպակալած է ու քամվելու է իր ուղն ու ծուծը, դառնություն հոգու կսպանի նրան ու չի ճաշակի իր բարիքներից, կննջեն նրանք բոլորը մեկտեղ երկրի ընդերքում, ծածկել է նրանց փթությունը համակ, և հիմա գիտեմ, որ հանդգնությամբ հասել եք վրաս, հիմա դուք կասեք, իշխանի տունը այն որտեղ է որ հարկի տակ են ամբարիշտները բնակվում հիմա, դուք դա հարցրեք լորդ անցորդներին ճանապարհների, նրանց նշաններն օտար ցույց մի տաք, չարն շտապում է դեպի այն օրը անդարձ կորստյան, քշվում է դեպի օրը հատուցման, ո՞վ է պատմելու նրա առաջին իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան, և ինքը դեպի գերեզման ուղղվեց, անքուն անցկացրեց մնաց տապանում, ձորի խիճերը քաղցր թվացին, նրա հետևից կերթան բոլորը, իսկ առջևից էլ մարդիկ բյուրավոր, և ինչու եք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել, ձեզանից կյանքում հանգիստոր բնավ չեմ ունենա ես: